Դե իհարկե, առաջնահերթ, տերունական աղոթքով մոմավառություն։ Նկատել եք, որ մեր տան բոլոր առիթների ուրախությունների սկզբում շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն։ Այն ամենի համար, ինչը որ տվել է եւ կա իմ կյանքում։ Երևի թե որևէ մեկը չեք կարող պատկերացնել իմ զգացողությունները, ապրումները, հոգեվիճակը այս պահին։ Մի նոր մարդուկ, մի նոր կյանք, մի նոր ամեն ինչի սկիզբ, քո աչքի առաջ քեզ հետ միասին քո տանը։ Շնորհակալ եմ Տեր Աստված։ Դե ինչ երկար սպասված, շատ երկար սպասված, թե ձեր կողմից, թե մեր կողմից, առավել ևս իմ կյանքի ամենաթանկ պահերը։ Երեխայի ծնունդի վլոգը, ինչպես կարելի է ասենք, երեխայի ծննդյան նախապատրաստություն եւ ընթացքը ինչ որ կտեսնեք համար 1 եւ ապա Աստված օրհնի բոլորիս։ Նախապես Նարեկը եւ Կարինկան տնկում են հապալասի փոքրիկ ծառը, որը նախապես պատվիրել էինք, դուք արդեն տեսել եք մեր վլոգներում, որի առաջին տարբերակը անցյալ տարի հենց Կարինկանն էր տնկել իր ձեռքով։ Իսկ հիմա կարելի է ասել մեր ձագուկի լույս աշխարհ գալուց առաջ տնկվում է երկրորդ հապալասի ծառը, այս անգամ հայրիկի եւ մայրիկի ձեռքով միասին։ Իհարկե, այն խորհրդանշական է։ Աստված օրհնի բոլորիս եւ այս փոքրիկ հապալասի ծառը, որպիսի մեր Կարենչոն տարիներ հետո կարողանա պոկել պտուղները եւ վայելել իր ծնողների ձեռքով տնկած ծառից։ Դե ինչ, անցնում ենք մեր երեխայի Կարենչոյիս համար օրորոցի մեջ տեղադրելու համար փոքրիկ գեղեցիկ դիզայներական բարձր փափուկ սինձիպոնից հետարքիր պատկերներով, իսկ ինչ պատկերներ ընթացքում կտեսնեք, բայց մոտավորապես ասեմ։ Unboxing-ի ժամանակ տեսակ արդեն որ այս կտորները փափուկ շատ այնպիսի հումքից պատրաստված, որ երեխայի համար հաճելի է լինելու, պատրել են եկել են 3 գույների, այսպես լինելու է մեքենա, ամպիկ, երևի թե լուսին կամ աստղ ընթացիկ կտեսնենք, կարճ ասած, գնացինք առաջ։ Ես կարում եմ, ձևում եմ, ամբողջ դիզայնը պատկերը ստանում եմ, դուք հետևում եք ինչ եմ անում։ Ժամանակ կլինի ընթացքում բացատրեմ, եթե ոչ, հետո առանձին որպես դասընթաց կբացատրեմ ինչպես ենք այն ձևում։ Ինձ մոտ նկարչական տարբերակն է, որևէ խնդիր չկա, գրեթե չափուձեր չեմ անելու եւ կատարելու եմ աշխատանքը, տեսեք ինչքան լավ է ստացվելու։ Գնացինք առաջ։ Ընդհանուր վերջում պատրաստի կամ ընթացքում կարելու այդ process-ը դուք կտեսնեք, բայց մի հատ այսպեսի մի բան անեմ։ Այստեղ այսպես ինչ-որ մի բան են անում, չէ՞, թրենդ։ Գցում ես օդ, վերցնում ես ձեռքումդ արդեն պատրաստի, դա կավելացնեմ վերջում։ Դե ինչ, որպեսզի երկար բարակ չխոսեմ, ամբողջը չբացատրեմ, իհարկե ընթացքում կլինեն բաներ, որոնք կներկայացնեմ ձեզ, ես աշխատում եմ, դուք հետևում եք։ Այս տարբերակով ձևում եմ ամպիկի տարբերակը։ Երկրորդ տարբերակում բաց մոխրագույն գործվածքով ձևում եմ մեքենան։ Ապա երրորդ դեղին գործվածքով որոշեցի ձևել կիսալուսին, արևի տարբերակը անպայման հետո կկարեմ նոր գործված ձեռք բերելու դեպքում։ Ամբողջը ձևելուց հետո կտրատում եւ պատրաստում եմ դետալները։ Ամպիկի դեպքում պետք է լինի մուլտիպլիկացիոն տարբերակ, աչքեր, քնած վիճակով եւ ժպտացող շրթունքներ։ Մեքենայի դեպքում դե իհարկե տղա երեխայի համար որպես բարձ, այն պետք է լինի լիարժեք, պատուհաններ, անվադողեր, լուսացույցներ եւ այլն։ Դե եկեք, որպեսզի կարման ընթացքը ձեզ չձանձրացնեմ, կատարենք մեր թրենդը։ Ինչպես ասում ենք, ալե, հոպ,
Ահա պատրաստի տարբերակները, տեսեք ինչ հրաշք են։ Հա, այո, իհարկե, նախապես ասեմ, դասընթացներ կան, այս մասին առանձին կխոսեմ այլ տեսահոլովակներում։ Ինչպես ձևել, կարել, պատրաստել նման գեղեցիկ տարբեր դիզայներական բարձեր, իսկ մեր դեպքում սրանք դեռ վերջը չեն, պատրաստելու եմ նաև այլ հետաքրքիր տարբերակներ։ Ապա անցնում ենք սենյակի ձևափոխմանը և տեղափոխմանը, ինչպես գիտեն բոլորը ես Տեր Վռազն եմ, չեմ սպասում ոչ մեկին և պետք է Նարեկի և Կարինկայի սենյակի անկողինը տանել մի կողմ, որպեսզի կարողանանք տեղավորել երեխայի օրորոցը։ Այ թե Կարենչոս կիմանա, թե ինչ վայրենի տատիկ է ունենալու, ամբողջը սիրում եմ կատարել ինքնուրույն, սպասել չեմ կարողանում, մինչև երեկոյան տուն կգային տղամարդիկ։ Քանի որ սենյակը այնքան էլ մեծ չէ, ստիպված տումբաները տեղավորեցի մեկը մյուսի վրա։ Առայժմ գոնե տեղը բացվելու, հետո կմտածենք, թե ինչպես է լինելու։ Ահա պատրաստ է ամբողջը։ Շատ հանգիստ կարող ենք տեղավորել մեր ձագուկի օրորոցը։ Արդեն օրորոցի տեղը բացել ենք։ Մեր Կարենչոյի տեղը, քնելու ապրելու տեղը, իր սկիզբը լինելու էստեղ, ժողովուրդ ջան։ Անցնենք առաջ, շատ գործ կան, գնացինք։ Դե իհարկե, արդեն հաջորդ օրը գալիս է պատվերը մեր Կարենչոյի օրորոցը։ Իհարկե, ինչպես գիտենք, ըստ որոշ հին հայկական ադատների հիմքով, ասում են այդպես է, չգիտեմ ով է որոշել, առաջին երեխայի դեպքում այդ ամենը կատարում են աղջկա ծնողները։ Այս դեպքում դե իհարկե Կարինկայի ծնողներն են պատվիրել երեխայի օրորոցը, որը շատ շքեղ է, գեղեցիկ, իհարկե տարբերակը ընտրել է Կարինկան։ Դե իհարկե, դերևս պետք է պատվիրել առանձին տարբերակով երեխայի համար ներքնակը, այսինքն մատրաս, որի մասնագետը հենց Նարեկն է։ Կարենչոյիս հայրիկը լավ էլ բախտը բերել է։ Ապա հաջորդ օրը։ Տեսեք ինչ անկրկնելի և հուզիչ տեսարան է այս պահին։ Նորաթուխ մայրիկը և հայրիկը հուզված, ոգևորված, սիրով լցված դասավորում են իրենց առաջնեկի, իրենց ձագուկի հագուստները։ Օրհնում եմ Աստծով և բարեմաղթում եմ բոլորին։ Թող ձեր տանը, ովքեր դիտում են, ովքեր սպասում են ձագուկի, ունեն երազանքներ, տիրի այս երջանիկ տեսարանը, ուրախությունը, Աստված օրհնի բոլորիս։ Ապա կրկին հաջորդ օրը գալիս են Կարինկայի մայրը և հորական տատիկը, իրենց հետ բերում են երեխայի համար կատարած շատ հետաքրքիր և հաճելի գնումներ, իսկ այս պահի դրությամբ, որը դուք շատ եք սիրում, կատարում ենք unboxing։ Երեխայի համար գլխարկի մասով նախատեսված լոգանքի սրբիչ։ Շատ փոքրիկ, պուճուրիկ, թիթիզ նասկիներ։ Տակդիրներ 0-ից 3 ամսականի համար։ Կրկին փափուկ ծածկոց, նույնպես Կարենիս անունը իր վրա գրված, արդեն երկրորդ տարբերակն է, նաև ասեմ, ունի արդեն բազմաթիվ շատ որակյալ ծածկոցներ։ Կրկին բարձի երես Կարեն գրվածքով, բայց ճիշտ չեն կարողացել այն տպել, երևի թե հետո ձեռքով անունը կվերականգնեմ։ Մի քանի շատ մանկական շապիկներ, տոտիկներ, գեղեցիկ նկարներով, շորտ, բոդիներ ինչպես ասում ենք։
Հիգիենայի եւ խնամքի հավաքածու, մկրած սաներ, նմանատիպ պարագաներ, ձայնային եւ գույնային խաղալիքներ, դուրս գրման ծածկոցը, որը նաև քնելուն է հարմար, իսկ տուն բերու ժամանակ հենց այն հարմարավետ է, ինչպես ասում ենք ծրար։ Հետագայի պուրեների և շլիլաների համար կերաման, կրկին բոդիի տոտիկներ և շապիկի հավաքածու, իսկ այս տարբերակը այնքան ենք հավանել բոլորս, որ երևի թե դուրս գրմանը կհագնի այս հավաքածուն։ 7 միանման տարբերակի առանձին նկարներով շաբաթվա օրերով դոշլուկներ կամ դոշլուղներ, կարելի է ասել նաև դոշկապներ, կրկին շատ թիթիզ կարճ բոդիներ, գործվածքով գուլպաներ երկրորդ տարբերակը կապույտ երանգով և այստեղ ամենակարևորը, որ նախատեսել ենք բոլորս, ամառվա ժամանակահատվածում երեխային քնացնելու համար, թե անկողնում, թե իր օրորոցում, որտեղ կա ցանց ծածկելուց հետո չեն խանգարի ճանճերը և մոծակները։ Այստեղ Կարինկան և Նարեկը անմասն չեն մնացել, ունեն իրենք նվերներ նույնպես։ Ապա հաջորդ ամենաշատ կարևոր տարբերակը, տեսեք ինչ հետաքրքիր հավաքածու է, այսինքն փակված ժամանակ այն պայուսակ է, բավականին տարողունակ, ամեն ինչ կարելի է տեղավորել երեխայի համար, ապա հյուր գնալուց բնության գրկում կամ մեքենայում այն կարող է բացվել և դառնալ երեխայի համար անկողին։ Իր վրա կա նաև ցանցով ծածկվող տարբերակը։ Դե ինչ ընկերներ ջան, անբոքսինգի այնքան մեծ քանակ ունենք, ճիշտ ասած մեծամասնությունը չեմ հիշում, ինչը հիշում եմ արագացնեմ, բերեմ ներկայացնեմ, ձեզ ընթացքում կտեսնեք։ Կարճ ասած, այս պահի դրությամբ մի քանի բան, ավելի ճիշտ մի քանիշ չէ, ավելի շատ են, այն ինչը որ կհասցնենք, ինչը որտեղից գտանք, քանի որ օրեր շարունակ ամբողջ ապրանքները տեղադրել ենք, բայց չենք հասցրել նկարել, վերեք հիմա այն ինչ կա ցույց տամ ձեզ, գնացի։ Այստեղ կրկին հիմնականում երեխայի հետ կապված, այնտեղ որոշակի մասեր ինչ տեսել եք դերևս կտեսնեք, արդեն նկարահանել ենք, տեղադրել ենք, բաներ կա չենք էլ հիշում որը որտեղ է, այն ինչ կա այս պահի դրությամբ ցույց տամ։ Պատվերներից, դուք տեսաք նախորդ պատվերներից Կարինկայի համար կարելի ասել ինչպես ենք ասում, գիշերանոց, պիժամա, չգիտեմ ինչպես կարող եք ասել, հենց այն տիգրովի տարբերակ ինչ որ տեսաք, պատվիրել ենք նաև իր հողաթափերը, հենց հիվանդանոցում կրելու համար, Կարինկան ինքն է որոշել, որ այդ օրը պետք է լինի, ինչպես ասում են, տիգրովի տարբերակով, իր ականջողերով, գիշերանոցը ամբողջությամբ, հողաթափերը այս տարբերակով, տեսեք ինչքան հետաքրքիր եւ շատ գեղեցիկ, իրականում շատ որակյալ։ Կարինկայի հողաթափերը, երեխայի համար պատվիրել եմ ամառային սպորտային համազգեստ, մի հատ տեսեք ինչ հրաշք տարբերակ է, այստեղ վերնաշապիկը, այսինքն իր գլխարկով կապյուշոնով ինչպես ասում ենք, իր բլուզ տարբերակն է, այնտեղ գրված է պապայի տղա և պատկերացրեք պապայի ուրախությունը, Նարեկի ուրախությունը, թե ինչ ոգևորությամբ է նայում այս համազգեստին և որոշել է այս նույնից մեծ չափը գտնել, որ միասին հայր ու տղա կրեն և ուրախանան, տեսեք, սա այս տարբերակն է, իր փոքրիկ շալվարիկի հետ։ Շատերը երևի թե մեր Facebook-յան էջերում արդեն տեսել եք տեղադրած, Կարինկայի Նարեկի նկարների մեջ, նաև իմ էջում, մեր հրաշք բալիկի, մեր սիրուն տղա Կարենի չարոխները, տեսեք, որը պատվեն Կարինկայի ծնողները, միատ նայեք ինչ հրաշքա իրա տեսքը, միայն հենց այս սիրուն պատկերի համար բոլորից ուշք գնացել են, ինչպես կարող ենք ասել, ձաձայական տղամարդավարի, ոնց ենք ասում, այսպես Նարեկը ցանկանում է նաև մեքենայի մեջ կախել, որպեսզի մեքենայի մեջ երևա բոլորը տեսնեն, տեսեք ինչքան հետաքրքիր, շատ գեղեցիկ չարող կոշիկներ։ Իր հետ համադրած հագուստով երևի թե հիվանդանոցից դուրս գրման ժամանակ, կարճ ասած, ընթացքում կտեսնեք, սպասենք։ Այստեղ կհիշեք երևի թե բոդի տարբերակը, որ մենք նկարը փակել ենք նախորդ մեր բլոգ տարբերակներում, որպեսզի գրվածքը չտեսնեիք, նախապես գիտեինք եւ այստեղ գրված էր անունը։
Եվ երեխայի համար շատ կարևոր մի դետալ նույնպես, շատ կարևոր, որը պատվիրել են Կարինկայի ծնողները, այսինքն երեխային զբոսանքի հանելու համար դրսում ման գալու են, ինչպես ասում են գրում են բնության գրքում կամ դրսում քայլելու համար ռյուկզակ, այսինքն պայուսակ տարբերակով, որտեղ երեխային, այսպես մենք կրում ենք, մաման, պապան ցանկացածս կարող են կրել մեզ վրա, երեխային այսպես անցկացնում ենք իր մեջ, ոտիկները դեպի ներքև, հարմարավետ, որպեսզի ձեռքերով չգրկես անընդհատ հոգնես եւ երեխային էլ հարմար լինի, ինքն էլ չհոգնի, ինչպես ասում են, երեխային կախում ենք մեր դոշից եւ ման են գալիս, հրաշք տարբերակ, տեսեք։ Ունենք մեկ այլ տարբերակ unboxing-ի, ամբողջ մի մեծ փաթեթ Գերմանիայից կրկին արդեն 3-րդ անգամ մեզ է գալիս մեր հետևորդուհի, մեր սիրելի Սյուզիի կողմից ուղարկված նվերները։ Իմ Սյուզի ջան, կրկին շեշտեմ, իմ հետևորդուհին Գերմանիայից ուղարկել է մեզ նվերները, ինչպես նախապես արդեն ասացի, անչափ շնորհակալ ենք, գնահատում ենք քո յուրաքանչյուր քայլը, այն ինչ որ անում ես մեզ համար, միշտ ասում եմ նեղություն ես կրում, ես անհարմար եմ զգում, բայց շնորհակալությունը հայտնում եմ եւ անպայման ցույց եմ տալի, թե ինչ նվերներ է եկել մեզ Գերմանիայից։ Գնացինք արա։ Նախապես ասեմ, որ բացել ենք, տեսել ենք, նայել ենք, չենք դիմացել, չենք համբերել, ամբողջը տեսել ենք, արդեն գիտենք ինչ է, դրա համար այստեղ ամբողջը այստեղ բացված է, բայց եկեք ցույց տամ նաև դուք տեսեք սիրելի հետևորդներ ջան։ Այս տարբերակը տեսեք ինչքան հրաշք է, ինչքան էինք ուրախացել մեր Կարենչոյի համար նասկիներ, խաղալիք մեքենաներ։ Ճիշտ ասած չհասկացանք թե ինչ, երևի պատին փակցնելու համար է, ինչ որ հետարքիր նկար է, պատկեր, ինչ որ հետարքիր տարբերակ է, հետո կմտածենք կհասկանանք ինչի համար է այն։ Սրբիչ կրեմներ, քանի որ Գերմանիայից է, ես գիտեմ, հետևում եմ, ուսումնասիրում եմ, ինձ շատ է հետարքրում այս ոլորտը, եւ իրական որակյալ կրեմներ։ Մեկը ոնց հասկացանք ձեռքի կրեմ է, մեկը մարմնի կրեմ է։ Կոշիկներ, բոթաս կոշիկ, չգիտեմ ինչպես ցանկանան կարող ենք ասել, տեսեք ինչքան հետարքիր է, մի փոքր մեծ, երևի թե 1 տարեկան քայլելու ժամանակ կամ մի փոքր ավել հագնելու համար։ Զուգագուլպաներ, այսպես կանացի։ Երեխայի հագուստ, այսպես անդրավարտիքի մասը եւ իր հետ կա նաեւ բլուզը, շապիկը, ինչպես ցանկանան կարող ենք ասել, այսպես կոտրեք։ Մի փոքր անհասկանալի ինչ որ հետարքիր պատկերներ, տիպ ստիկեր, ինչպես կարող ենք ասել, բայց ոնց հասկացանք, այն փակցնում են երեխայի շորի վրա, օրորոցի կամ դրսում ինչ որ տեղ տանելուց երևի թե մոծակները որպեսզի չհավաքվեն, չխանգարեն երեխային։ Շատ հետարքիր տարօրինակ ոտ ունի, նորություն է։ Կրկին զուգագուլպաներ, սև եւ մուգ կապույտ տարբերակով, իմ եւ Կարինկայի համար, եւ որակը շատ բարձր։ Այստեղ երեխայի ծնվելու տարեթվի հետ կապված 2026 թվական այս հետարքիր ձևավորումը, այսինքն արծաթափայլ պատկերը, ես կմտածեմ որտեղ կարելի է տեղադրել այն։ Այստեղ բարեմաղթանքներ են ծրարով մենք բացել ենք, հետո կկարդամ մի փոքր անց։ Գրված է իր վրա Կարինե, Կարինկա, Նարեկ, Կարեն, Կարինե։ Ինչ որ հետարքիր փոքրիկ գորգ, այսպես կամ անկողնու դիմաց կարելի է կամ դրան մուտքին, այնտեղ նաև լոգարանում է հնարավոր, ինքը ունի կպչուն հատված, որպեսզի չսահի, տեսեք ինչքան լավն է, շատ լավ որակի։ Եվ այստեղ բացիկը շատ հետարքիր բարեմաղթանքներով, լավ խոսքերով, օրնանքներով այնքան շատ է, եթե այսքանը կարդամ, միգուցե շատ երկար կտևի, դրա համար ես ինքս կկարդամ, հաջորդ եթերների ժամանակ կասեմ ինչ բարեմաղթանքներ է գրել, բայց բնականաբար օրնանքներ, շատ լավ խոսքեր եւ այսպիսի ծրարով իր բացիկը։ Անչափ շնորհակալ ենք Սյուզի ջան Գերմանիայից մեր հետևորդուհի, դու միշտ կրում ես նեղություններ եւ քո տարբերակով ուրախացնում ես մեզ։ Հարգում եմ եւ գնահատում եմ։ Դե իհարկե, իմ Հռիփսիմե եկեղեցին, ես խոստացել էի, որոշել էի, որ Կարինկայի հղիության վերջին օրերին միասին իր ձեռքը բռնած պետք է գնամ, ի մեջ միացնի հենց Հռիփսիմե եկեղեցին, շնորհակալություն հայտնելու Աստծուց, օրհնություն խնդրելու Կարինկայիս եւ Կարենչոյիս համար եւ վերադառնան տուն ջերմացնելով մեր օջախը։ Կխնդրեմ Աստծուց մի շատ կարևոր բան նույնպես, որպեսզի բացասական էներգիաներից, չար կամեցողներից, անակնկալ փորձություններից հեռու պահի մեր ընտանիքին։
Դե ինչ, նկատում եմ, Կարինկաս հուզված է։ Բնական է այս տարբերակը յուրաքանչյուր նոր կյանք մտնող երիտասարդ աղջկա համար։ Մանկություն, պատանեկություն, երիտասարդություն եւ այնուհետեւ կարելի ասել անակնկալ ամուսնություն, որից հետո պատրաստվում է մայր դառնալ։ Նոր զգացողություններ, նոր էմոցիաներ, ամեն ինչը նոր է։ Իսկ ես խոստանում եմ, պարտավոր եմ, իմ բոլոր հնարավորության սահմաններում, ամենամեծ ջանքերում, ուժերում պաշտպանել, տեր կանգնել, սատարել, որ այս ամենի միջով երիտասարդները, մեր ձագուկը Կարենչոն, իր ծնողների հետ միասին անցնի իր նոր ուղին հանգստությամբ, խաղաղությամբ եւ բարօրությամբ, չթողնելով, որպեսի կրեն ոչ մի նեղություն։ Աստված օրհնի բոլորիս։ Շնորհակալ եմ, Տեր, շնորհակալ եմ ամենի համար, ինչը տրվել է, կա ու կլինի հետագայում բոլորիս կյանքում։ Ապա եկեղեցուց հետո անմիջապես գնում ենք վերջնական կանանց կոնսուլտացիայի հետազոտմանը, որից հետո հենց այդ օրը կնշանակվի երեխայի ծնվելու օրը, իսկ այդ մասին կիմանաք ավելի ուշ, կլինի անակնկալ։ Եվ այսպես, պատրաստում ենք վերջին պարագաները երեխային դիմավորելու։ Իր հայրիկի մանկասայլակը, թեկուս ունի բավականին նոր, գնել են, նվիրել են, այս տարբերակը խորհրդանշական է, այն մաքրում ենք, լվանում ենք, պատրաստում ենք։ Նաև պետք է առանձնացնեմ այն խաղալիքները, որով Կարենչոյիս հայրը, Նարեկը, խաղացել է իր նոր ծնված ժամանակ, կրկին խորհրդանշական է։ Իհարկե նորերը կան, նվիրել են արդեն, նվիրում են դեռևս ինքներս շատ կգնենք, բայց այս ամենի մեջ կա շատ կարևոր խորհուրդ։ Ապա պատրաստում եմ, լվանում եմ Նարեկի ծածկոցը, որը պահվել է շատ թարմ, նաև կրկին շատ խորհրդանշական իր 1 օրականի նոր ծնված ժամանակ կրած հագուստը, ինչպես ասում ենք ժակետը իր տաբատով։ Դե քանի որ արդեն գիտենք մի քանի օրից ծնվելու է երեխան, նախապատրաստվում ենք, ինչ է պետք տեղավորել, հագուստներ, իսկ այդ ամենի հետ միասին պապան ավելի շատ է պատրաստվում, թե ինչ տեսքով է այդ օրը ներկայանալու ծննդատուն։ Առաջին հերթին ոգևորված պապայի վերնաշապիկն ենք պատրաստում։ Այնուհետև արդեն լավ լվացած կտորներ, տակդիրներ հիվանդանոցում ներկայացնելու համար երեխայի տարբերակով եւ Կարինկայի համար, որը պետք է պարտադիր լավ հարթուկել, ապա տեղավորենք պատրաստվող ճամպրուկի մեջ։ Դե ինչ, մեր երեխայի ծնունդի վլոգի շարունակություն համար 2-ը, ինչպես ասում ենք, Կարենչոյիս վլոգը համար 2։ Շարունակությունը կդիտեք հաջորդիվ, կհանդիպենք։ Դե ինչ, Աստված օրհնի բոլորիս։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութ վլոգում շատ մեծ անակնկալներով։